հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված անրակրվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ 1991 թվականին ընդունված հռչակագիրը նոր էջ բացեց, արդեն անկախ Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Անկախության օրը ամեն տարի ուղեկցվում է տարբեր միջոցառումներով, ռազմական շքերթներ, զորահանդեսներ, տոնական համերգներ ու հրավառություն։ Տոնական միջոցառումները Վանաձորում մեկնարկեցին անկախության օրվա նախօրեից, հայքի հրապարակում օրվան նվիրված շնորհավորանքով ու համերգային ծրագրով։ Նախաձեռնությունը մարզպետ Արեն Մկրտչյանինն էր։ Մեր տունը 4 պատը չի, որում ապրում ենք։ Մեր 4 պատը 3 գույն ունի։ Եկեք երկրին, մարզին, սեփականատիրոջ պես վերաբերվենք, ինչպես մեր 4 պատին ենք վերաբերվում։ Եկեք աշխատատեղ ստեղծենք, հարկ վճարենք, վաստակենք, անկախության կենացը խմելու փոխարեն։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ խոստանում եմ աշխատել, աշխատելու կանգ չառնել, աշխատելու չհոգնել, պայքարել, պայքարել ու հաղթել, հաղթել հանուն Լոռու մարզի, հաղթել հանուն Լոռու մարզի, տոնդ շնորհավոր Հայաստան, շնորհավոր տոնդ իմ պայծառ երկիր։ Անկախության տոնին նվիրված համերգը վայելելու էին եկել ոչ միայն լոռեցիները։ Օրվա արժեքն ու կարևորությունը հայ ազգի համար հատուկ է։ Անկախությունը մեծ նշանակություն ունեցավ մեզ համար, մենք էլ մեծահասակներս շատ ուրախ ենք, որ այս անկախությունը եղավ։ Մեծ գաղափար է, որովհետև դա ինչ-որ ֆիզիկական բան չունի, հա, ինչ-որ արժեք ներկայացնող, դա ինչ-որ հոգևոր է, որ ամենքս մեր մեջ պետք է ունենանք։ Անկախությունը, չգիտեմ, չեմ կարող բառերով բացատրեմ, դա պետք է ինձ բոլորս գան, որ հասկանան ինչ է մեր ես այդ բառը ասելուց անգամ ես ինչ-որ փշաքաղվում եմ, տենց որ ինձ թվում է բառերով չեմ կարող բացատրել։ Ուզում եմ, որ միշտ անկախ լինենք, միշտ ազատ լինենք։ Խաղաղություն, անկախություն, բարգավաճում։ Իմ կարծիքով ամենակարևոր արժեքն է, որ դրանից ենկոմ էլ արժեք չկա։ Շատ լավ կլի, որ մեր անկախությունը մենք պինդ պահենք ու ճիշտ սերունդ դաստիարակենք, որ հետագայում էլ մեր անկախությանը ոչ մի բան չխոչընդոտի։ Մաղթում եմ մեր հայրենիքին, մեր անկախությանը ամենալավն ու բարին, ամենաջինջ մաքուր մաղթանքները, որ կուզենամ մեր երկիրը ունենալ։ Արդեն սեպտեմբերի 21-ին Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վանաձորում անցկացվեց հարգանքի տուրք և հիշատակման միջոցառում։ Սպայապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին մարզային, համայնքային, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Այնուհետև Վանաձորի զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի ու անկախության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին։ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 34-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվեցին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, Վանաձորի կամերային նվագախմբի տոնական համերգով։ Աշխեն Սուքիաստյան, Հայկ Վարդանյան, Թղթապան։